Իմ հարցադրումը եւս ընտրությունների մասին է տրամաբանորեն։ Պարոն Կարապետյան, օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրեն մտահոգում է ոչ այնքան նախընտրական բանավեճի կոշտ ոճը, որքան հնարավոր հետընտրական զարգացումները։ Դուք որպես ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդ, ինչ սցենարներ եք կանխատեսում այս առնչությամբ, եթե իշխանությունը դիմի որևէ մեքենայության եւ հայտարարի ՔՊԻ հաղթանակի մասին, դիտարկում եք արդյոք հետընտրական բողոքի ակցիաների կազմակերպման հնարավորությունը, որպեսզի այդ կերպ փոխեք քաղաքական վիճակը, իրավիճակը եւ ենթահարց դարձյալ մանդատների հետ կապված, եթե որևէ պարագայում ՔՊ-ն վերարտադրվի, որևէ ձևաչափով պահպանի իշխանությունը, ի վերջո, խնդրում եմ հստակեցնել, վերցնելու եք մանդատները, թե ոչ, եւ որ դեպքում հնարավորություն կհամարեք չվերցնել կամ վերցնելը եւ չվերցնելու դեպքում քաղաքական ճգնաժամի ստեղծման հնարավորությունը։ Դուք մոտավորապես նույն հարցը տվեցիք, Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել, ինքը փորձառու քաղաքական գործիչ է, դրա համար ունի իր ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները, բայց մենք գնալու ենք մեր օրակարգով, մեզ պետք չէ տարբեր օրակարգների մեջ մասնակցել, մենք գնում ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի եւ մենք վստահ ենք, որ այդ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը եւ ձևավորելու ենք կառավարություն։ Բայց նաեւ պատրաստ եք հետընտրական զարգացումների, քաղաքական ակցիաների կազմակերպման հնարավորություն տեսնում եք, թե ոչ։ Դե գիտեք, հիմա այսօր մենք քննարկենք, թե ինչ է լինելու ընտրությունից հետո դրանից 1 ամիս հետո դրանից 5 ամիս հետո, եկեք մենք սևեռվում ենք ընտրության, նախապատրաստվում ենք եւ գնում ենք ընտրությունների։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք։ Հաստատ դուք իմացեք, մենք պատրաստ ենք եւ պատրաստում ենք ցանկացած քայլերի։ Դրանից ավել ես չեմ ասելու ձեզ։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։